Զրուցում ենք ռեժիսոր Դավիթ Սահակյանցի հետ։ Պարոն Սահակյան, Նիկոլ Փաշինյանը ու իր կինը այսպես կրթվելը նորաձև է արշավը շարունակում են եւ վաղը լինելու են Մատենադարանում բավականին հայտնի գործարարի եւ արվեստի գործչի հետ։ Դուք ինքներդ էլ ձեր գործունեությամբ փորձել եք նպաստել տարբեր սերունդների կրթվելուն։ Կխնդրեմ ասեք, թե առհասարակ Նիկոլ Փաշինյանը եւ իր կինը ինչ կարող են փոխանցել այսօր դասախոսներին, գիտնականներին, ունեն իրենց նաեւ հաշվի առնելով իրենց վարած քաղաքականությունը որևէ բան փոխանցելու նրանց։ Համար ընդհանրապես կապ չունի կրթվելու հետ, ես կարծում եմ այստեղ գլխավոր քողարկված նարատիվների տարածում է եւ փաստացի ռոպագանդա տարածում այն գաղափարախոսության, որ իրենց պարտադրված է տարածել Հայաստանում։ Պարոն Սահակյան, այդ դեպքում ինչու են իրենց տարբեր առիթներով միանում արվեստի գործիչներ, գործարարներ, դասախոսներ։ Ինձ համար ես պատասխանը չեմ գտել այս 7 տարվա ընթացքում։ Միշտ հետաքրքիր է ինձ ոնց կարելի է հետևել այդ մարդկանց կոնկրետ Փաշինյանի։ Ինձ համար նոնսենս է այդ վերաբերմունքը, ես չեմ հասկանում։ Վաղն դա քցնելա դա պանթեոնում տեղ ունենալն դա ես չեմ կարող գտնել պատճառները, ինձ համար ինֆորմատիվ չի տեղավորվում դա։ Իսկապես չեմ կարող պատասխանել։ Այս ընթացքում կարող ենք արձանագրել այն, որ Աննա Հակոբյանի ու Փաշինյանի այս կրթվելը նորաձև է արշավը ոչ թե նպաստեց կրթության ռոպագանդային, այլ հակառակը, որովհետև այսօր շատերից լսում ենք, որ լրիվ հակառակ էֆեկտն է ունենում, երբ իրենց մոտ ասում են, որ կրթվելը նորաձև է ու կրթությունից են խոսում։ Եմ ասում, իրանք կոնկրետ ծրագիր են կատարում։ Ես եթե դա իրենց հոձեր, եթե իրանք հետաքրքիր լինի հասարակության կարծիքը, իրենց պահվածքի, իրենց թեզերի, նրանք շատ զգուշ կվարվեին, բայց քանի որ երևում է, որ շատ բաց են իրանք ամեն ինչը դա խոսում եւ չեն կարգացնում թե գաղափարները եւ թե նարատիվները։ Հասկանում ես, որ դա կոնկրետ ծրագրավորված process է մեր մոտ կատարվում եւ կա մեկ նպատակ հասարակությանը պատրաստել այն կյանքին, որը այսօր թելադրվում է Թուրքիայի կողմից։ Ուրիշ ոչինչ, մեր հասարակությանը դրան պատրաստվում։ Եվ դա է գեր նպատակը եւ գեր խնդիրը, որ իրենք կատարում են այսօր։ Ուրիշ բան ես չեմ տեսնում։ Իսկ հասարակությունը հասկանում է գոնե այն մասն, ովքեր մասնակցում են այդ արշավին, այդ հանդիպումներին։ Կարծում շատերը հասկանում են, բայց եմ ասում, դա կամ քծնանք է իշխանության հանդեպ, կամ վախ է զրկվել այս կամ այն բանից, ստիպված են մասնակցությունը իրենց հաստատել նման միջոցառումներին, կան եւ նաեւ վստահ եմ եւ գաղափարակիցներ, ինչը որ վստահ եմ, որ շատ ավելի քիչ է, որովհետեւ չեմ հավատում, որ մեր հասարակության էլիտան կարող է այդ աստիճան դեգրադացվել։ Այսինքն կարելի է քցնել, բայց չկիսել։ Ինչ որ կարծում եմ մեծամասամբ։